Գյումրիի Սայաթնովա փողոցում կեսգիշերին դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի վայրից մի քանի քաղաքացիներ ձերբակալվել են։ Նախնական տեղեկությունների համաձայն մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ նշված փողոցի ճանապարհին խցանում էր։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել։ Երևանի Նոր Քմարաշ վարչական շրջանի հյուրանոցային համալիրներից մեկում ժամը 19-ի սահմաններում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու դի, կապված կպչուն ժապավենով, հայտնել է Շամշան.com-ը։ Քրեական ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքի վայրը եւ պարզում մահվան ստույգ հանգամանքները։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ տուժողի, այլ ոչ թե մեղադրյալի կարգավիճակով։ Facebook-յան էջում գրել է նրա պաշտպաններից Էմին Խաչատրյանը ու փաստաթղթեր հրապարակել, շեշտելով, որ դրանք ապացուցում են իր պնդումը։ Պաշտպանի փոխանցմամբ Multi Group կոնցեռնը 2026 թվականի փետրվարի 14-ին եւ մայիսի 31-ին Իրանի իրավասու մարմիններին բողոք է ներկայացրել Արման եւ Էֆրեմ Օլամայինների, Համլետ Թումանյանի եւ Հաջի Ալի Օլամայի դեմ։ Նրանք մեղադրվում են խարդախության, փողերի լվացման, ծարարության, վստահության չարաշահման եւ պաշտոնական դիրքի ապօրինի յուրացման համար։ Ըստ հրապարակված փաստաթղթերի, բողոքներում առկա են տվյալներ Ծառուկյանի կողմից 7.5 միլիոն ԱՄՆ դոլար, 7 միլիոն եվրո եւ 20 միլիոն ՀՀ դրամ տրամադրելու մասին։ Բողոքների հիման վրա նախաձեռնված գործերն ընդունվել են դատարանի վարույթ եւ ստացել օրինական դատավարական ընթացք, ապա հանձնվել նաեւ պատասխանողներին։ Խաչատրյանի խոսքով սա եւս վկայում է, որ Իրանի իրավասու մարմինները ներկայացված փաստեր դիտարկել են որպես քրեական իրավական գնահատման ենթակա եւ արժանի պաշտոնական քննության։ Խաչատրյանի գնահատմամբ այս իրողությունն ուղղակիորեն հակասում է Հայաստանի վարույթն իրականացնող մարմնի այն վարկածին, ըստ որի Ծառուկյանը գործել է խմբի կազմում, իսկ Օլամայիները տուժողներ են։ Պաշտպանական կողմը հրապարակել է իրանական փաստաթղթերի բնօրինակներն ու հայերեն թարգմանությունները, նշելով, որ այս գործընթացը լինելու է շարունակական։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Իրանի դեմ իրականացված գործողության ընթացքում թիրախավորվել են հրամանատարական կենտրոններ, հակաօդային պաշտպանության համակարգերի եւ ափամերձ հսկողության օբյեկտներ։ Վաշինգտոնի հայտարարությունից հետևում է, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի մի շարք թիրախների, այդ թվում Բենդեր Աբբաս քաղաքում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածել է Քուվեյթի ամերիկյան ռազմաբազայի հակաօդային պաշտպանության համակարգի ռադիոլոկացիոն կայանին, ինչպես նաև Քուվեյթի այն հատվածներին, որտեղ ամերիկյան զինծառայողներն էին գտնվում։ Պատասխան հարվածների թիրախ են դարձել նաև Հորդանանում տեղակայված ամերիկյան զինուժի կապի համակարգերն ու վառելիքի պահեստները։ ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա խոսքով, եթե Իրանի ժողովուրդը ցանկանա ապստամբել եւ փոխել իր կառավարությունը, ապա դա նրանց գործն է, սակայն իրենք չեն պատրաստվում այնտեղ ուղարկել 150,000 ցամաքային զինվորականների։ Վենսը նշել է, որ իրենց նպատակը ի սկզբանե Իրանի ներկայիս ռեժիմի տապալումն է եղել։ ԱՄՆ Սենատի դեմոկրատները տապալել են 1.15 տրիլիոն դոլար արժողությամբ պաշտոնական բյուջեի նախագիծը։ Քվեարկության ձախողման հիմնական պատճառն Իրանի դեմ առանց կոնգրեսի թույլատվության եւ հստակ ռազմավարության սկսված պատերազմն է։ Ըստ NBC հեռուստաալիքի այդ գործողությունների իրական արժեքը կարող է հասնել 100 միլիարդ դոլարի, ինչը եռակի գերազանցում է Պենտագոնի հրապարակած տվյալները։ Օրենսդիրները քննադատել են սոցիալական ծրագրի կրճատումը եւ ռազմական ծախսերը մինչեւ 1.5 տրիլիոն դոլարի հասցնելու Սպիտակ տան պահանջը։ Այսպիսով տասնամյակներ շարունակ անխափան ընդունվող օրինագիծը վերածվել է իշխանության երկու թևերի միջև քաղաքական լուրջ դիմակայության առարկայի։ Իսրայելական ստորաբաժանումները ներխուժել են Լիբանանի հարավային Հադաս Հարիս մարտական ուղղություն։ Միաժամանակ իսրայելական հրետանին միջազգայինորեն արգելված ֆոսֆորային ռումբերով թիրախավորել է Բարաշիտ եւ Բեյթ Յահուն բնակավայրերի միջև ընկած բնակելի գոտիները։ Իրավիճակն էլ ավելի է բարդացել երկրի հյուսիսային Հերմել շրջանում, որտեղ հզոր պայթյուն է որոտացել գազ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում։ Տեղի ունեցած միջադեպի հստակ պատճառների կամ հնարավոր զոհերի վերաբերյալ ստույգ տվյալներ դեռևս չկան։ Ռազմական այս ագրեսիվ գործողություններն ու կասկածելի պայթյունները փաստում են Լիբանանի ողջ տարածքում խորացող անվտանգային անկայունությունը։
Դոնալդ Թրամփն անհրաժեշտ է համարել իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի որոշ հատվածներից եւ Սիրիայի հարավից։ Ըստ նրա նման քայլը կհանդարտեցնի իրավիճակը եւ հնարավորություն կտա հիմնական ջանքերն ուղղել Իրանի զսպմանը։ Սպիտակ տան ղեկավարը դիտարկում է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարային Հեզբոլլայի դեմ գործելու թույլատվություն տալու հնարավորությունը։ Թրամփն ակնկալում է, որ սիրիական նոր ուժերը զինյալների հարցերը կլուծեն ավելի թիրախային, առանց քաղաքներն ավերելու։ Այդուհանդերձ նախկին արմատական առաջնորդին նման դեր վստահելու մտադրությունը տարածաշրջանում խիստ հերավատություն է առաջացրել։